2000 թվականի հունվարի 1-ն է, Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն է, Ադրբեջանում Հեյդար Ալիևը, Վրաստանում է Էդուարդ Շևարդնաձեն։ Տեսնենք ինչ ապագա կարող ենք ընտրել մենք Հայաստանի համար։ Տեսեք, հնարավորությունները անծայրածիր են, ու այսքանի մեջով անցնելու համար ինձ մի ժամանոց վիդեո պետք կգա։ Տեսեք, տարբերակ կա կոմունիստ դառնալ, տարբերակ կա Ռոբերտ Քոչարյանով շարունակել կամ ձերբակալել նրան եւ իշխանության բերել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այսպես կողմում հնարավորություն կա ավելի ազգայնական ուժերով առաջ գնալ, տեսեք, Ժիրայր Սեֆիլյանն է, ու այդ ճանապարհը ընտրելով մենք միանում ենք ՆԱՏՕ-ին, Ֆրանսիայի կամ Ամերիկայի հետ ենք մոտենում, այստեղ տարբերակ կա Սերժ Սարգսյանով շարունակել, Հանրապետական, Հովիկ Աբրահամյան, նույնիսկ Ռաֆի Հովհաննիսյանին կարելի է իշխանության բերել, ու նաև Նիկոլ Փաշինյանին կարելի է բերել իշխանության, այստեղ Թավշյա հեղափոխությունը կա, ու ընտրություն է, կարող ենք գնալ այդ ուղով, կարող ենք չգնալ, ու այստեղ կարող ենք Նիկոլ Փաշինյանին դիկտատոր սարքել։ Նաև կա Գագիկ Ծառուկյանի նախագահ դարձնելու ճանապարհը, Բելարուսի հետ իհարկե շատ լավ հարաբերություններ, այդտեղ մուլտիգրուպա բանա, եւ չեք հավատա, նույնիսկ Հիսուսի արձանը կարելի է կառուցել։ Ու շատ մեծ ցանկության դեպքում նույնիսկ կարող ենք վերականգնել հայոց թագավորությունը կամ Բագրատունյան տոհմի միջոցով կամ Սավոյի ընտանիքի միջոցով։ Հնարավորություն ունենք ներդրողների հրավիրել երկիր, Twitter, Google, Instagram կամ ռուսական ներդրումներով կարող ենք առաջ գնալ։ Մի խոսքով Հայաստանի ալտերնատիվ պատմությունը կերտելու համար տարբերակները շատ են։